Ճանապարհորդությունները փոխում են քո մտածելակերպը, թե հիմնականում ճանապարհորդությունները քո համար հանգստի տարբերակ են։ Տոմսերի հետ կապված սխալ պլանավորում էի արել, երկու գիշեր այնպես ստացվեց եւ գնալուց եւ հետ գալուց որ անցկացրեցի Վիեննայի օդանավակայանում։ Կա քեզ համար քաղաք կամ երկիր, որը այսպես ասած լավ մարքեթինգային արված տեղանք է։ Դանիացիները հենց մի փոքր արև է լինում դրսում, դուրս են գալիս բոլորով այգիներում, իրենց կանալների շուրջը նստում են, վայելում են այդ արևի շողերը։ Մենակով էլ ճանապարհորդություններ արել ես, սոլո ճանապարհորդություններ ունեցել ես։ Երեխաների հետ փորձում եմ չճամփորդել։ Ինչ ես կարծում կգա մի ժամանակ, որ ամեն ինչ կգնա դեպի AI եւ մարդկային ռեսուրսը կխամրվի։ Դեռ շատ երկար մարդը վերահսկելու է արհեստական բանականությանը։ Ճիշտ փաթեթավորված, բայց ոչ անկեղծ ապրանքը կարող է հաջողության հասնել։ Ես միշտ խորհուրդ եմ տալիս զբաղվել նրանով, ինչը որ իրոք սիրում ես, որպեսզի երկար կարողանաս լինել այդ ոլորտում։ Որը կարա դառնա մեր հետաքրքրության այցեքարտը։ Բիզնեսին ոչ թե շատ view-եր են պետք, այլ շատ վաճառքներ։ Իսկ եթե չլիներ Instagram-ը, քո Instagram-ը, ով կլիներ դու հիմա։ Ոյ, շատ բարդ հարց է։